արդեն գիտեք, որ խոսում ենք շարունակական կրթությունից ու մի թեթև warm-up-ի համար առաջի հարցը երևի հետևյալը կլինի, քանի որ դուք ամեն օր առնչվում եք շարունակական կրթությանը, դա ձեր ամեն օրյա աշխատանքն է, ես կուզեի ձեզանից լսել կամ հարցնել, հետաքրքիր է ձեր սահմանումը չէ, բայց մի քիչ կպատմեք մեզ այսօր ինչա շարունակական կրթությունը գետնի վրա։ Ոչ այն ինչ որ ChatGPT-ն մեզ օրինակ սահմանումներում կտա, այլ ձեր աշխատանքում ինչա շարունակական կրթությունը այսօր։ Փաստացի, բարև ձեզ։ Փաստացի շարունակական կրթության իմաստը իմ մոտ դասագրքային նույնիսկ չեմ կարող ասեմ դա ինչ է, որտեղ միշտ իմ համար է եղել այն կրթությունը, որի անհրաժեշտության կարիքը երբեք չի վերանում ու կա հստակ գիտակցություն, որ ինքը չի ավարտվելու երբեք։ Այսինքն մենք երբեք չենք ունենալու մեր կրթության ճանապարհի, կրթական ճանապարհի ավարտը։ Բայց եթե վերցնենք այդ որպես ինչ-որ հասկացություն, ամենակարևորը, որ դա գիտակցված լինի հենց հասարակության կողմից, որ չի լինելու կրթության ավարտը, մենք շարունակելու ենք կրթվել, պարտադիր չի դա կիրառենք հիմա հենց հաստատություններին, էլի ավելի կարևորը, որ օգտատերը, բենեֆիցիարը հասկանա, որ ինքը շարունակելու է կրթվել ու միշտ փնտրի հնարավորություններ, ընդհանրապես տարբերություն չկա ինձ ձևաչափով շարունակի կրթվել։ Շնորհակալություն։ Ես նախ զարմանում եմ ուսկալի ամբողջ օրը կրթության մասին պանելներ լսել եւ Խարույկի մոտի զրույցներ եւ հետեւաբար առաջարկում եմ մի փոքր ոնց որ մենք պայմանավորվեցինք որ չեմ ասելու, բայց մի բան կառաջարկեմ։ Մի փոքր սիմուլյացիա անենք, այլ կերպ ասած գիտական մեթոդաբանական շրջանակ հաղորդենք մեր զրույցին եւ այդ սիմուլյացիայի մասնակիցները կլինենք եւ մենք պանելում, եթե մեր գործընկերները իհարկե համաձայն են, եթե չէ, առնվազն ես իմ խոսքի մակարդակով պես հղումներ կկատարեմ, նայեք փորձենք ձեզ ներգրավել։ Տեսեք, Հայկ ջան, նախ չեմ կարող որևէ կերպ իմ կողմից կարճ պատասխանել այդ հարցին, դրա համար պետք է սկսեմ խորքից։ Նախ տնտեսագիտությունը շատ ռելևանտ թեմա է այսօրվա քննարկման համար եւ ուզում եմ ասել, որ լինելով մասնագիտության տնտեսագետ, ուզում եմ կատարել այդ պնդումը, որ հաճախ ասում եմ, որ կրթությունը տնտեսագիտական կատեգորիա է։ Կրթությունը տնտեսագիտական կատեգորիա է առնվազն այն մասով, որ ի վերջո այդ պրոդուկտը արտադրանքը պետք է մի կողմից արտադրվի, մյուս կողմից սպառվի, եւ այս կոնտեքստում ես կուզեի դերերը արդեն սկսել բաշխել, որ Նարեկը այդ կրթության արտադրողն է, ինչպես իրական կյանքում այդպես էլ կա, ես այդ կրթության սպառողն եմ, եւ այնտեղ կա մի շատ վատ մարդ նստած, հիմա իր մասին կխոսենք։ Տեսեք, այս սպառման process-ում հասկանալի է, ես ունեմ իմ կարիքները որոշակի կրթության, կլինի շարունակական, կլինի ֆորմալ կրթություն կամ կրթության որևէ այլ տեսակի հարթություն։ Ես վճարում եմ կրթության համար, սպառում եմ, Նարեկը արտադրում է այդ կրթությունը եւ կողքից նստած այդ իրականում ճակերտներով ասում են վատ մարդ, հրաշալի անձնավորությունը, նայում է ասում է ինքնպետությունն է։ Նայում ասում է շատ լավ։ Այս մարդիկ շուկայական կանոնների համապատասխան ինչ որ պրոդուկտ են արտադրում եւ վաճառում եւ մյուսն էլ սպառում է, բայց ես չեմ կարող անտարբեր լինել այս իրականությանը, որովհետեւ դա կահույք չէ, այնպես չի որ Ռուբենը գնում է այդ Նարեկի արտադրած պրոդուկտը եւ բազմոցին կամ աթոռին նստած իր անձնական օգուտն է միայն բավարարում, որովհետեւ այն որ Ռուբենը սպառում է կրթությունը որպես պրոդուկտ, ունենում է բազմաթիվ արտաքին դրական էֆեկտներ։ Տնտեսագիտության մեջ դրանք կոչվում են positive externalities of consumption, այս տերմինը հայտնի։ Եվ ասում է հետևյալը, հետևաբար ես պետք է միջամտեմ այս շուկայական, առևտրական գործընթացին ու փորձեմ այնպես անել, օրինակ, որ այս մարդուն լիցենզավորեմ կամ չլիցենզավորեմ, որակը վերահսկեմ, ասեմ, որ դու դիպլոմ կարող ես տրամադրել միայն այն դեպքում, եթե բավարարում ես այս պահանջներին։ Դեռ հերիք չի ես սկսեմ արտադրել այդ կրթությունը, պետությունն է ասում իմ պետական հաստատությունների միջոցով, խրախուսեմ Ռուբենին եւ Ռուբենի նմաններին, որպեսզի ավելի շատ սպառեն այդ կրթությունը, որովհետեւ դրանք ունեն դրական նշանակություն տարբեր կողմերի վրա։
Եվ ասեմ ավելին, մի հատ էլ ասում եմ, ես ստեղծելու եմ կառույցներ, որոնց անուններն են նախարարություններ, հանրային ծառայության համակարգ եւ այլն, եւ պարտադրելու եմ, որ միայն իմ կանոններով ստեղծված լիցենզավորված կրթության ավարտից հետո դուք կարող եք աշխատանք անցնել այդ համապատասխան կառույցներում։ Եվ ինչը տեղի ունենում է գործընթացում, իհարկե բավականաչափ խնդիրները սրվում են, ընդ որում շատ կարևոր է այստեղ մի հանգամանք էլ կա, ես ուզում եմ հատկապես դահլիճից եւս մի հոգու ընտրեմ, օրինակ Էմային։ Էմա ջան, ձերք բարձրացրու, որ քեզ տեսնեն, ճանաչեն։ Էման էլ մեկ այլ պետություն է, որովհետև Հայկը որպես պետություն հասկանում է, որ միայնակ չէ այս աշխարհում, չէ որ ի վերջո գոյություն ունի շարժունություն, փոխադարձ ճանաչում այդ դիպլոմների։ Էմայի հետ համաձայնության է գալիս, ասում է մենք իրար հետ պետք է պայմանավորվենք, ստեղծվենք համընդհանուր մեր կողմից ընդունված մեթոդներ, որոնք կոչվում են բակալավր, մագիստրատուրա, եւ սկսենք բոլորին պարտադրել այդ շարժունության փոխճանաչման գործընթացներում, հատկապես եթե իմ երկրից մեկը գալիս է քո երկրի աշխատելու եւ հակառակը։ Եվ դրան զուգահեռ ինչ process-ներին տեղի ունենում։ Նախ ուզում եմ ասել, որ կրթության կարևորությունը եւ նշանակությունը, կրթությունը որպես համընդհանուր բարիք, դրա նշանակությունը վերջնականապես ամփոփվել ու սպառվել է 17-ից 18-րդ դարերում լուսավորության շրջանում, այսինքն այդտեղից սկսած արդեն հարց չի առաջացել, թե կրթությունը կարևոր է, թե կարևոր չէ։ Հետո եկել է մի դարաշրջան, մասնավորապես նախորդ դարը, որ մարդիկ սկսել են հասկանալ, որ այդ կրթությունը կյանքի ինչ-որ մի փուլում, որը կրթության ավանդական սահմանումն է եւ դրա համար հիմա արդեն ես անցնում եմ այդ շարունակական կրթությանը, կյանքի ինչ-որ մի փուլում կրթությունը այլևս հնարավորություն չի տալիս քեզ կոմպետենցիաներ, հմտություններ ապահովել տասնյակ տարիներ, որովհետև աշխարհը սկսում է շատ արագ փոխվել։ Եվ հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում այսպես կոչված շարունակական կրթության։ Եվ այդ շարունակական կրթության գաղափարը անցյալ դարի գաղափար է, անցյալ դարում է դա եղել, ու մեր դարի խնդիրն է արդեն շարունակական կրթության կամ առհասարակ կրթության արագությունը, որովհետև միջավայրը այնպես է փոխվում ու այն տեսակի այսպես հիմքային հեղաշրջումներ են տեղի ունենում թե կրթության մեջ, թե տնտեսության մեջ, որ դուք բոլորը այն մարդիկ, ովքեր որ սովորողներ են, անընդհատ սովորողներ են, պետք է սկսեն սովորել արագ։ Եվ արագ սովորելու համար այստեղ մի բան է, հարց է առաջանում, ինչպես արագ սովորել, ինչպես ինքդ քեզ վարժեցնես այդ արագ սովորելուն։ Այստեղ ես կասեի, որ ոնց է խոհարարը արագ կտրատում բանջարեղենը, անընդհատ կրկնելով այդ գործողությունները եւ հետեւաբար մենք պետք է փորձենք անընդհատ սովորել տարբեր տեխնոլոգիաներ, մեթոդներ, լեզուներ, պատմությունից, արվեստից կապ չունի որևէ բնագավառից, որպեսզի մենք ինքներս մեզ վարժեցնենք այդ արագ սովորելուն։ Հետևաբար այս խոսքից ուղղակի առաջին մասով կուզեի ասել, որ այո, շարունակական կրթությունը դա գործընթաց է, որը հավասարաչափ բաշխված է ամբողջ կյանքի ընթացքում, որպեսզի դու պատրաստ լինես աշխարհի փոփոխվող պայմաններին, բայց միաժամանակ դա այլևս բավարար չէ։ Մրցակցային առավելության եւ հաջողության երաշխիքը սովորելու արագությունն է այլևս։ Շնորհակալություն։ Ուրեմն նախ կարելի է ասել, որ շարունակական կրթության վրա այսօր այդ գաղափարին պետք է նաև ավելացվի արագություն, այսինքն պետք է սովորել շարունակաբար եւ արագ, հեսա տեսակետը։ Շատ լավ, այդ թեման շարունակելով ու տանելով շարունակական կրթության ձեր ողորձունեության օբյեկտը այդ ճանաչման դաշտ ու պետության, որտեղ մենք պլանավորում ենք նաև համալսարանների դերից խոսել, բայց եկեք մի քիչ մոդիֆիկացնենք ու հարցը այսպես տանք, որոնք կլինեն, եթե մի օր հասնի այդ պահի, որ արագ է եւ շարունակական կրթությունը, որոնք կլինեն այն մարտահրավերները, որոնք որ կարող են առաջանալ այդ ճանապարհին, այդ կրթության ճանաչման process-ում։ Այսինքն, երբ որ դու անում ես մի գործ, կրթության ինչ-որ մի ֆորմատ ես, պրոդուկտ ես տրամադրում եւ դրա նկատմամբ կա վստահություն, օրինակ պետությունների կամ ուրիշ ինստիտուտների մոտ։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ գնալով ընդհանրապես էական չի լինելու դա։ Ճանաչում կողմից, այսինքն
Սովետի ժամանակ կար աշխատանքային գրքույկ հասկացություն, միջև հիմա կա ինչ-որ թվայնացված ձևով, բայց երբևէ ոչ մեկին երբեք պետք չի եկել։ Գնալով հաճախ խոսում ենք դիպլոմի կարևորության մասին, այստեղ նույնիսկ բանել է եղել Լևոնը, որ մեր դիպլոմի ֆաբրիկա հաստատության շուրջ ինչ-որ զրույցներ էին գնում, բայց գնալով այդ թուղթն էլ իր կարևորությունը գործնում է որպես թուղթ, ոչ թե բարձրագույն կրթությունը որպես կրթություն։ Կրթությունը ճանաչել, իհարկե մենք չենք կարող ընդհանրապես անտեսենք բարձրագույն կամ լիցենզավորված որևէ կրթությունը, որովհետև ինքը ինչ-որ դռներ է մեզ բացվում, օրինակ արտասահմանյան կրթություն շարունակելու համար, եթե մենք ուզում ենք այստեղ ստանանք, օրինակ բակալավրի կրթություն եւ շարունակենք դուրսը, որտեղ մեզանից բակալավրի կրթություն կարող է պահանջել։ Բայց մնացած դեպքերում ամբողջ տնտեսությունը, եթե մենք հիմա դիջիտալում ենք, այսինքն տեխնոլոգիական ոլորտի մասին եթե խոսանք, ամբողջ ոլորտը գնում է դեպի նրան, որ միակ բանը, որ ձեզ հաստատելու է կրթված եք թե չէ, դա համայնքն է։ Այսինքն համայնքն է ձեզ ասելու սիգնալներ ուղարկելու, ձեզ գործի ընդունելով, ձեզ հրավիրելով, որ դուք կիսվեք ձեր փորձով, ձեզ հրավիրելով, որ մասնակցեք ինչ-որ կրթական ձևաչափերի միջոցառումների, դուք լինեք մենթոր նոր լրիվ ձևաչափերի մեջ կրթական հաստատությունների, դարենի պետական թե մասնավոր լրիվ երկրորդականը։ Այսինքն թղթի հետևից գնալ կամ ճանաչելիության հետևից գնալը դառնում է երկրորդական, արդեն կամաց-կամաց մենք գնում ենք ոչ թե նրան, որ արդյոք մենք գիտենք ինչ-որ բան ոնց ենք անում, այլ ավելի կարևորը լինում, թե ինչի համար ենք անում։ Նույն ձև կրթությունը ոնց անելը գիտեինք, դպրոցը ավարտեցինք, գնացինք համալսարան, սովորեցինք, թուղթը ստացանք, մամային, պապային ուրախացրեցինք։ Հիմա արդեն ավելի կարևոր է, թե ինչու ենք այդ ամեն ինչը անում ու արդյոք այն ձևաչափերը, որոնք կան, մենք պետք է ընդունենք, թե մենք պետք է սկսենք հարցականի տակ դնել ամեն ինչ, ինչ մեր շուրջ կատարվում է։ Համաձայն Նարեկի հետ իրականում այսպես դերերի վերաբաշխում է կատարվում այդ ճանաչելիության եւ համայնքի ընկալման, ինչպես ասում է, համայնքը զորավոր է։ Եվ այս իրականության մեջ ուղղակի վերադառնալով մեր սիմուլյացիային եւ դերերին, արտադրող, սպառող, պետություն եւ էման մեկ այլ պետություն, որ մեր պետության հետ եկել են փոխադարձ պայմանավորվածություններ, որ ինձ ու Նարեկիս չգիտես ինչու պահանջներ են ներկայացնում եւ դրա արդյունքում ճանաչելու են կամ չեն ճանաչելու, Նարեկը այստեղ բախվում է մի հատ կարևոր դիլեմայի։ Մի կողմից ինքը կարող է ամբողջությամբ այսպես ցնցելով փոխել իրավիճակը եւ այս Նարեկին ճանաչում է, ինքը մոտարապես այդպես էլ գործում է։ Մյուս կողմից, ինչպես ինքը շատ ճիշտ նշեց, կան սահմանափակումներ ամեն կողմից պարտադրված, որ դու չես կարող խուսափել դրանից եւ հետեւաբար կա երկու տարբերակ։ Առաջինը այդ disruption-ն է, իրավիճակը փոխում է, սույսը դնում ես համայնքի վրա եւ այլն։ Երկրորդը սկսում ես համապատասխանեցնել քո կրթությունը, պահանջները այդ համապատասխան մեր պարտադիր խիստ ռեժիմին, այստեղ կալիպսեին, քանի որ տեսնում եմ, կալիպսեին օրինակ բերեմ, որպիսի կալիպսեն մեկ այլ սովորող ինձ հետ միասին չբախվի դժվարությունների, որովհետեւ մենք կարող ենք ամեն ինչ անել, ասել գիտեք ինչ կա, մենք տալիս ենք այդ կրթությունը, գիտելիքը, հմտությունները, կարողությունները, բայց ինչպես Նարեկը ճիշտ նշեց, օրինակ գնա ցանկանա իր ուսումը շարունակի, նոր բարդությունների բախվի։ Ես ուզում եմ նաև նշել այս կոնտեքստում մի փոքր սիմուլյացիայից դուրս գալով, ինչ է անում հիմա մատեն այս պահին։ Մենք դե ստեղծվել ենք որպես շարունակական կրթության կազմակերպություն եւ մեր ամբողջ կրթության փիլիսոփայությունը գաղափարը մոտարպես այնպեսին է, ինչպես որ նաեւ Նարեկն է նկարագրում, այսինքն մենք հույսը դնում ենք որակի վրա, համայնքի արձագանքի վրա եւ ամբողջությամբ փորձում ենք իրավիճակը փոխել, նույնիսկ ասում ենք, որ ոչ թե մենք կրթական product ենք արտադրում, այլ արտադրում ենք վստահության էկոհամակարգեր, մենք ստեղծել ենք տարբեր կոնցեպտներ վստահության շուրջ, IVA-ի կոնցեպտը, շրջանավարտների ակումբի գաղափարը եւ այլն։ Դրան զուգահեռ մի քայլ առաջ կատարելու ընթացքում, երբ որ մենք անդամակցեցինք բիզնես դպրոցների Եվրոպայի ամենահեղինակավոր ասոցիացիային, որ կոչվում է European Foundation for Management Development, EFMD,
Մենք ընդհանրապես 4-րդ անդամն ենք տարածաշրջանում, որի մեզ համար նվաճում ենք համարում համենայն դեպս զարգացման այդ փուլում, ընդհանրապես 1 անդամ Ադրբեջանից, 2 անդամ Թուրքիայից, լավագույն բիզնես դպրոցներ եւ որևէ անդամ չկար։ Եվ մեր առջև բիզնես դպրոցի փոխարեն գրվեց Executive Education Center, ղեկավարների կրթության կենտրոն։ Եվ սա մեծ խնդիրներ է առաջացնում են պարագայում, երբ որ դու փորձում ես դրսից ուսանողների ներգրավել։ Տարածաշրջանի այլ երկրներից ասում ես, որ դու արի կրթություն ստացի, բիզնես կրթություն ստացի, բայց դու դեռևս լիարժեք բուր չես, որովհետև Հայկն ու Էման միասին արդեն աշխարհում կարողացել են այն գաղափարները առաջ տանել, որ դա դեռևս միջև հիմա պարտադիր է։ Այսինքն զուգահեռաբար դու սկսում ես շարունակական կրթությունը իրականացնել եւ քայլեր կատարել որոշակի այդ իրավիճակին հարմարվելու համար, բայց երկու մոդելն է հնարավոր է։ Մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից, ասում ենք մեզ սա հետաքրքիր չէ եւ հատկապես կան ոլորտներ, օրինակ տեխնոլոգիական ոլորտը, ես կարծում եմ, որ այս պահին ավելի հեշտ կլինի խուսափել օրինակ ֆորմալից, քան օրինակ բիզնես կրթության ոլորտը, որովհետեւ ռեյտինգային համակարգը ինչ անում, ամբողջ աշխարհը նայում է ռեյտինգներին բուհերի։ Հիմա կան շատ բուհեր, կան շատ առաջատար, օրինակ Շվեյցարիայի այդ համալսարաններից մեկը վերջերս հրաժարվեց ընդհանուր ռեյտինգային վարկանիշավորման համակարգից, բայց Հայաստանից ստեղծված դպրոցը, որպեսզի գրավչություն ունենա, նաև պետք է թիրախավորի այդ ռեյտինգների մեջ մտնելը, որը որ մեզ պարտադրվել է։ Շնորհակալություն։ Տեսեք, ես կուզեի մի փոքր ամփոփեի այս թեման, որտեղ մեզ արդեն ասում են 10 րոպե, շատ արագ գնա ժամանակը։ Կարելի է ասել, որ ճանաչումը այն կոնոտացիայով այն ֆորմատով, որ հիմա օրինակ կա Հայաստանում եւ աշխարհում տարածված երևույթ է, երբ որ դու այստեղ կրթական ծառայություն ես տրանում եւ ճանաչված է մի այլ երկրում, ինքը ինչ որ իմաստով եկեք ես ուղիղ բառը օգտագործեմ, պետք չի, բայց ոնց որ բուն կրթական կարիքից բխող խնդիր չի։ Այսինքն կարող է չլինել եւ համայնքը շուկան ինքը իրեն կառավարելով այդ հարցը լուծեր, որ մատենան ունի լավ համբավ, ունի գործատուներ, որոնք վալիդացնում են իր աշխատանքի արդյունքները ու դրա հիման վրա ինքը կարող ասել ես ունեմ ճանաչում։ Արհեստական ստեղծված համակարգ է դա։ Եթե կարճ։ Ես կարող եմ ասել, որ դա լրիվ իրատեսական է, եթե մենք հաշվի առնենք բոլոր գործոնները, ես ընդհանրապես մենեջմենտ տեսանկյունից կողմնակից եմ բազմագործոն վերլուծության, մասնավորապես եթե դու գործում ես Հայաստանի նման երկրում եւ եթե դու ուզում ես նաեւ որոշակի հաջողություն ունենալ համաշխարհային ասպարեզում, ճանաչումը կարևոր է, իսկ կան բիզնես դպրոցներ, օրինակ Շվեյցարիայի IMD-ն աշխարհի լավագույն բիզնես դպրոցները, որ երկար տարիներ գործել է առանց որևէ այսպես պատմական լիցենզիա է։ Ես ասել ես IMD-ն եմ, վերջ, ես ստեղծել եմ իմ բրենդը, այսինքն հնարավոր է, դու կարող ես դա անել, բայց հատկապես Հայաստանի նման զարգացող երկրներից disruption անելը դառնում է ել ավելի բարդ գործընթաց։ Այսինքն այո, հնարավոր է, բայց խիստ բարդ process է եւ հատկապես այդ ցածկը, երբ որ դու կատարում ես, այդտեղ ես բախվում այդ դաժան իրականությանը։ Սխալի գին կա այստեղ ուղղակի, որ պետք է հաշվի առնել։ Այսինքն, եթե մենք խոսում ենք տեխնոլոգիական կրթության մասին, դա մի հարց է։ Մենք հասկանալի է, որ նույն բանը չեն կարող կիրառենք, օրինակ բժշկության կրթության մասին, կամ էլ եթե մենք պատրաստում ենք քաղցրահայող կամ ուսուցիչ։ Սխալի գինը ու իր հետևանքները շատ ավելի հեռու են գնում, եթե մենք պատրաստելու ենք շատ վատ մանկավարժ, մենք ունենալու ենք շատ վատ սերունդ։ Շատ չկրթված կամ չհետաքրքրված, ընդհանրապես ոչ մի աչքը չի վառվելու եւ այլն, ոչ մի գաղափարը։ Բայց եթե մենք խոսում ենք տեխնոլոգիական օրինակ կրթության մասին, տնտեսագիտական կրթության մասին կամ ինչ-որ ու էլի ես հիմա մենակ կրթական հաստատությունների մասին եմ խոսում, ոչ թե օրինակ գիտության։ Եթե մարդ գնում է ոսմա գիտության մեջ մտնի, իհարկե ինքը պետք է այդ ամբողջական փաթեթը ստանա բոլոր ռեգուլացված ձևերով։ Եթե մենք խոսում ենք ռեգուլյացիայի մասին տեխնոլոգիական կրթության կամ ցանկացած այլ ավելի ազատ ոլորտների կրթության, պետք է հասկանանք ինքը օգնում է թե խանգարում է։ Այսինքն ինքը օգնում է ինչ որ ռիսկերից խուսափել, թե ինքը խանգարում է, որ ավելի արագ աճի։
Արդյոք կարելի է ինչ-որ նենց ձև ռեգուլացիա դնել, որ ինքը օգնի, որ ավելի արագ աճի, Ես այս կոնտեքստում հենց կուզեի Նարեկ ջան շարունակել, որ մենք ես ինչու սկզբից ասացի շատ չար մարդ, հետո ասացի հրաշալի անձնավորություն, որովհետև պետությունները ամեն դեպքում պարտավորված են հաշվի առնելով այդ կարևորագույն նշանակությունը կրթության որոշակի ռեգուլյացիա ապահովել, այսինքն մտնել այդ դաշտ եւ ստանդարտներ դնել։ Այսինքն որքան էլ մենք հասկանում ենք, որ շատ դեպքերում դրանք սահմանափակում են եւ ես ու Նարեկը համարում ենք մեր հիմնադրած կառույցները լավ աշխատող սուբյեկտիվոր են, մենք կարող է լավն ենք, մենք կարող է վատն ենք, պետությունը այդպես չի կարող այդ իրավիճակին նայել եւ դրա համար ամեն դեպքում ինչ որ մեխանիզմներ պետք է լինեն, այդ մեխանիզմներն էլ MI-ի հետ համագործակցությամբ պետք է գնան միջազգային դաշտ եւ այստեղ տեղին է կարծում եմ հենց այդ Չերչիլի հայտնի արտահայտությունը հիշում եք, որ ասում է ժողովրդավարության մասին կարծեմ բոլորդ պետք է որ լսած լինեք, որ ժողովրդավարությունը կառավարման վատագույն եղանակն է, բայց դրանից ավելի լավ եղանակ չկա։ Եթե պետությունը փորձում է ստանդարտ դնել մեծ քանակի կրթական հաստատությունների միլիոնավոր, միլիարդավոր սովորողների հետ գործ ունենա, այդ ստանդարտների համակարգը այս պահին հենց դա է ինչ որ մենք կա, իհարկե կառույցները, որոնք որ ժամանակին համահունչ են քայլում եւ մոտավորապես հետևում են այն տրամաբանությանը, ինչը որ ես խոսքի սկզբում ասացի, այսինքն դու պետք է արագ սովորես, Նարեկենք սովորեցնում են շատ արագ սովորել, ինչը մեր ժամանակակից այս աշխարհի կարևորագույն հմտություններից մեկն է։ Դու կարողանում ես վերցնել այդ նիշան, բայց այդ նիշան դեռևս ամբողջական չի, որովհետև աշխարհը դեռևս շարունակում է պարտադրել եւ կարծում եմ, որ այստեղ լավագույն լուծումը հենց համատեղելն է, այսինքն ամեն դեպքում երկուսն էլ պետք են լինելու եւ կրկին ուզում եմ իմ ուղերձը հղել լսարանին, որպեսզի այդ ինչ որ չափով զգան, որ խելոք բաներ խոսելուց բացի ինչ որ արժեք ենք մենք փոխանցում, որ ժողովուրդ ջան, սովորեք, անընդհատ սովորեք, նույնիսկ մի մտածեք այդ սովորելը ձեր ինչքանով եք կիրառելու, ինչքանով չեք կիրառելու, որովհետև հաշվի առեք առնվազն ինքներդ ձեզ վարժեցնում եք, ձեր միտքը վարժեցնում եք արագ սովորելուն եւ այստեղ է որ կրթության անընդհատությունը ժամանակակից աշխարհում դառնում է ուղղակի առանց որևէ այլընտրանքի։ Այսինքն մյուս հատվածները կարելի է չանել, բայց դա պետք է շարունակել իրականացնել։ Ես միդ երբ որ ասի սովորեք, ասի խնդրում եմ չասես երրորդ անգամը չասես։ Մի հատ բան եմ ուզում արագ ավելացնեմ, ուղղակի հիմնական ուղղակի միտքը գիտես որն է, որ եթե մենք գիտակցում ենք, որ փոխվելու է, աշխարհները փոխվելու, պահանջարկն է փոխվելու, ձևաչափերը փոխվելու են եւ այլն, եկեք հասկանանք ինչն է մնալու կարևոր, իմ կարծիքով մնալու է կարևոր արագության հետ 100% համաձայն եմ ու բովանդակության, այսինքն ինչի համար ու ինչ խնդիրներ ենք մենք սովորեցնում մարդկանց լուծել, արդյոք սովորեցնում ենք խնդիր լուծել, թե անգիրանել, թե ինչ որ ուղղակի պարտադրել, ինչ որ բաներ սովորել այսօր, ինչը իրանք չեն իմանալու արդեն վաղը։ Այսինքն եթե բովանդակությունը, ռուսերեն ասած սուտ, այսինքն քորը եթե ուժեղ լինի, ոնց էլ շուրջ իրավիճակ փոխվի, իրանք պետք է ադապտիվ մնան։ Ինչքան հետաքրքիր է քորի բովանդակության եւ արագության այս համատությունը, որովհետեւ իմ կարծիքով այս նոր դարաշրջանում նույնիսկ արհեստական բանականությունն է մեզ հուշում կողքից, թե մարդկային բանականությունը նաեւ ինչպես պետք է շարունակի զարգանալ, որովհետեւ կան քոր մոդելները AI-ի, չգիտեմ, OpenAI-ն, Gemini-ն, DeepSeek եւ այլն, ու դրան զուգահեռ արդեն ակնհայտ է դառնում, որ նույնիսկ AI պլատֆորմների միջև մրցակցությունը վերաճում է դեպի սովորելու արագության խնդիրներ, ռագերի միջոցով real time truth seeking fine tuning եւ այլն, որովհետեւ ստեղծվել է core եւ core-ի վրա արդեն դու պետք է հասկանաս ինչպես է արագացնում, որպեսզի ստանաս մրցակցային առավելություն։ Սա տրամաբանություն ընդհանրապես արհեստական բանականության եւ բնական բանականության, ես հաճախ դա անվանում եմ գեներատիվ մարդկային բանականություն, զուգահեռները շատ հետաքրքիր թեմա են, հատկապես ինչքան արհեստական բանականությունը զարգանում է, այնքան նոր դասեր ենք սկսում քաղել դեպի նեյրոգիտություն եւ ավելի լավ ենք սկսում պատկերացնել, թե մարդու ուղեղը նաեւ իր կառուցվածքային եւ ֆունկցիոնալ տեսանկյունից ինչպես պետք է համապատասխանեցվի այդ իրավիճակին եւ այո, հիմա զուգահեռ տեղի ունենում այդ գործընթացները։ Core-ը պարտադիր է, core պետք է, դրան զուգահեռ արագություն։ Հետաքրքիր է որ կարգավորել կարողացող պետությունները լավ չկարգավորեն այդ core-երը կստեղծվեն, թե չէ, բայց չեմ ուզում այդ կողմ։ Եկեք մի քիչ մենք ունենք 5 րոպե, նույնիսկ մի քիչ, երևի ամենաթեժ տոպիկներից մեկը դա AI-ն է,
Ես կուզեի քեզ էլ լսել նարեկ AI-ի մասով, նու Ռուբենն էլ կավելացնի, ինչ է կատարվում։ Կրթության կոնտեքստում ինչ է տեղի ունենալու կամ ինչ է հիմա տեղի ունենալու, որտեղ ինձ երբեմն որ ասում են չգիտենք ինչ կլինի մյուս տարի կամ 3 տարուց կամ ապագայում, ես ասում Ժորժ ջան, ապագան հիմա է արդեն։ Մեր մոտ ChatGPT-ին կամ ուրիշ chat ամեն օր բաց է, չէ՞, ենթադրաբար։ Այ ձեր մոտ ինչ է տեղի ունենում։ Մենք մի քանի տարբեր, եթե ACA-ի մասին է խոսքը, ոնց հավատում օրինակ մեր տված կրթության վրա AI-ը հիմնական ձևը ոնց ազդել է, այդ այն է, որ մենք որոշել ենք հնարավորինս շատ ստեղծենք մարդ, ով ստեղծում է AI։ Այսինքն փաստացի կան տարբեր սցենարներ, չէ՞, մենք կարանք սկսենք ստեղծել AI պրոդուկտներ, կարանք սկսենք լավ օգտագործել AI պրոդուկտ, ուզում եմ հաստատ հասկանամ, որ ունիտակ այն որ աշխատի։ Okay. Այսինքն մենք սկսել էինք 2017 թվականից դեռ մեքենայական ուսուցում դասավանդել, եթե չեմ սխալվում, առաջինն էինք Հայաստանում ու չենք դադարել ոչ մի տարի մեքենայական ուսուցման հետ կապված։ Ես կարծում եմ, որ շատ բան մեր շուրջ փոխվելու է հենց կրթական ոլորտում, թե ոնց ենք մենք սովորում, բայց քանի որ ոնց հասկանում եմ մեծ մասամբ ոչ թե կրթության ոլորտի մարդիկ են հիմա դա լիճում, այլ նաև մարդիկ, որոնք հիմա սովորում են, ամենակարևորը ստեղ այն է, որ դուք երբեք չսահմանափակվեք պատասխաններով, որոնք դուք ստանում եք, արհեստական բանականության կողմից տված, այլ միջև դուք խնդիրը չհասկացաք ոնց է լուծվում, առաջ չշարժվեք։ Իսկ ինչը կապված է օրինակ մեր կրթության հետ, մեր տրամադրած կրթության հետ, ռուսերեն արտահայտություն կա, որը ես եթե թարգմանեմ, չգիտեմ կստացվի թե չէ, չելավեկը нужен человек։ Մարդուն մարդապետք ամեն դեպքում ու ինչ որ ինֆորմացիա ստանալը կամ խնդրի լուծում ստանալը չի նշանակում հասկանալ։ Դրա համար հələ որ ես շատ եմ հավատում, որ ինչքան շատ է զարգանալու արհեստական բանականությունը կրթական process-ների մեջ, այդքան շատ է մարդը կարոտելու մարդուն։ Կարճավորացնեմ, քանի որ մեր դեպքում էլ եւս շատ ռելևանտ է, ինչու է ռելևանտ, որովհետեւ մենք առաջնորդության դպրոց ենք եւ նկատում ենք, որ ինչքան արհեստական բանականություն զարգանում է եւ քան շատ գործառույթներ է վերցնում մարդուց, այնքան շատ տեղ է ազատվում առաջնորդության համար։ Եվ առաջնորդությունը ինքն իրանով էմոցիոնալ տեսանկյունից այնքան բարդ ու բազմասպեկտ երևույթ է, որ չի կարողանում դեռևս արհեստական բանականությունը այս ֆունկցիան առնվազն մեծ մասով վերցնել եւ այստեղ շատ հետաքրքիր մենք кейս ունենք մի սիմուլյացիոն վարժություն, որ կոչվում է Stratena GPT, Stratena-ն ստրատեգիա եւ մատենայի միքսն է եւ ամբողջ իմաստն այն է, որ հատուկ այդ RAG-ի միջոցով, Retrieval Augmented Generation միջոցով մենք ստեղծում ենք ստրատեգիայի խորհրդականը սկսում է մեր ուսանողների հետ աշխատել, իսկ մեր ուսանողները ղեկավարներ են տարբեր բիզնեսների, իրենց բիզնեսների համար ստրատեգիա գրելու եւ մենք նկատում ենք ամեն ինչ շատ լավ անում է, հատկապես երբ որ դու ճիշտ ինպուտներ ես տանում, սովորեցնում ես, train ես անում, բայց միտեղ ինքը total fail է անում եւ ամբողջությամբ սա մնում է մարդու վրա եւ դա առաջնորդությունն է։ Եվ այստեղ շատ էական մենք դաս ենք ստանում այն առումով, որ ապագայում մարդիկ մեզ համար շատ կոմֆորտ եւ ցանկալի եզրակացություն է իհարկե, հուսով եմ bias չի եւ սուբյեկտիվ չենք, բայց ապագայում ել ավելի շատ ընդգծվելու է առաջնորդության դերը եւ կազմակերպությունները ու մարդիկ պետք է իրենց ներդրումները նաեւ վերաբաշխեն դեպի առաջնորդության զարգացման ուղղությամբ։ Շնորհակալություն, մենք ժամանակի դժվարություն ունենք, բայց մենք կարող ենք հարց վերցնել, եթե, հա, ընթացքում ոչ մեկ իմ խաղի կանոններին չհամաձայնեց ոնց որ։ Եթե հարցեր կան, ես 2-3 հարց։ Հա? Մեկ հարց։ Հա, օքեյ, կա բայց հարց։ Okay. Հա։ Մերսի շատ։ Ռուբեն ջան, ասիկ եւ դա առաջնորդությունն է, ուզում եմ տենց ճշտել ըստ ձեզ, եւ դա առաջնորդությունն է, թե եւ դա ժամանակավոր է։
Ես դրա համար դեռևս բառը օգտագործեցի, շատ ճիշտ եք ասում։ Ես կարող եմ ասել տեսանելի ապագայում առնվազն առաջիկա 20 տարիների համար, որը մեզ համար կոմֆորտ պլանավորման ժամանակահատված է, կարծում ենք, որ առաջնորդությունը առնվազն մեծ մասով մնալու է մարդուն, սա մեր այսպես խաղադրույքն է այս ուղղությամբ, եւ գուցե այնպես ստացվի, որ 5 տարի հետո ես ասեմ շատ սխալ էի կանխատեսել այդ 20 տարին, բայց իրականում այստեղ շատ ֆունդամենտալ նաեւ հետազոտություններ էլ կան, թե առաջնորդությունը, մարդկային առաջնորդությունը իր էմոցիոնալ հուզական կոմպոնենտների ծանրաբեռնվածության պատճառով ինչու դեռևս չի կարող փոխանցվել դեպի արհեստական բանականությանը, keyword-ը առանցքային բառը դեռևս, այսինքն ամենաուշ փոխանցվելիք հմտություններից մեկն է։ OpenAI-ը մի քանի օր առաջ research հրապարակել, ունդեղ կան մասնագետների ցանկեր, որոնք ամենայն հավանականությամբ առաջիկայում կփոխարինվեն, բայց ինչ որ էմոցիաների եւ leadership-ի հետ կապված է, ասում են դեռևս չեն փոխարինվի, տեսնենք։ Դրան շատ երկար բացատրություն կա, բայց մեզ շատ են հիմա պարտադրում, որ մենք ավարտենք արդեն, բայց շատ երկար եւ հետազոտական հիմքով արդեն եւ նաեւ տրամաբանությամբ ու փաստացի փորձով։ Ուզում ես հարցնես։ Ուրիշ հարց։ Շատ լավ է, դեպքում շնորհակալություն Նարեկ, շնորհակալություն Ռուբեն։ Իհարկե խոսելու շատ թեմաներ կան, օրինակ ես կուզենայի զրույցը շարունակել նաեւ ոլորտային առանձնահատկությունների մասին, հնարավոր պետության մասնակցության եւ ընդհանրապես ավելի այդպես խիստ կարգավորումների մասով, բայց այդ մասին հաջորդ դասին։ Շնորհակալություն Հայկ ջան, շնորհակալություն։